Ողջունում եմ ձեզ պրոյեկտ հաղորդաշարի եթերում, հարգելի մեզ դիտող հայրենակիցներ, այսօր մեր հյուրն է Միացյալ Հայաստան կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։ Բարև ձեզ, պարոն Թարվերդյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, եկաք մեր տաղավար։ Հայաստանի քաղաքական դաշտում կատարվում են տարբեր հետաքրքիր իրադարձություններ, երեկ ձերբակալվեց Գյումրիի գործող քաղաքապետը, բավականին սենց շոուի նմանվող, ինչ-որ մի հատ մեծ իրադարձություն էր, որը բոլորով հետևում էին և շարքային մարդկանց մոտ միշտ հարց է առաջանում, միթե իրավապահ մարմինները օրինակ չեն կարող այդ մարդուն մինչև աշխատանքի գալը հրավիրել, օրինակ համապատասխան վայր կամ բերման ենթարկել մինչև այդ գործընթացը, ոչ թե նման մեծ շուխուրով, այդտենց ինչ-որ մեծ բաներով իրադարձություններ ձևավորել և սպասելի էր, չէ, ամեն ինչ որ նման բան է տեղի ունենում, նամանավանդ դուք ոչ պակաս գործընթացների մեջ եք եղել, Գյումրու քաղաքապետի ընտրություններին և ես հիշում եմ դուք բավականին լուրջ կանխատեսումներ եք արել և հանրային հեռուստատեսությամբ և ձեր հարցազրույցներում, թե ինչ է սպասվում։ Այս սկսենք այս թեմայից, հետո կանցնենք ավելի կարևորագույն հարցերի։ Շնորհակալություն հրավերի համար և հետաքրքիր կանխատեսվող զրույցի համար։ Քաղաքականությունը ինքը իրենով շոու է և դուք ինքներդ լավ գիտեք, Վահան ջան, որ քաղաքականությունը պահանջում է ուշադրության կենտրոնացում։ Այսինքն խելացի քաղաքական գործիչը ամեն ինչ անում է, որ քաղաքահասարակությանը կենտրոնացնի իր անձին։ Եվ քանի որ քաղաքահասարակությունը սիրում է պատիժ, սիրում է, այսպես ասած, ինչ-որ կրիտիկական շեղումներ, գրագետ վարվելով իշխանությունը գուշակել էլ պետք չէր, գիտեք, այստեղ հարցը նրանում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը չէ, որ դրա մեղավորն է, դա իրականացնողներն են մեղավոր ինչ-որ առումով։ Քաղաքապետ, գետնին պարկեցնել, այն, որ վերջին տարիներին այս Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք բարձր պաշտոնյաներ կալանավորվել են, ձերբակալվել են, դա փաստ է, ընդ որում կոռուպցիայի դեմ պայքարը, չգիտեմ, ռադիկալ ընդդիմությունը ոնց կգնահատի իմ այս հայտարարությունը, սակայն ես միշտ ասել եմ, այս իշխանությունը իսկապես պայքարում է կոռուպցիայի դեմ, մենք տեսել ենք քաղաքաշինության կոմիտեի կալանավորում, էկոնոմիկայի նախարարի հետ կապված այդ աղմկալի գործը հիշում եք փոխնախարարներ, ինչու ոչ թաղապետ, նույն կոռուպցիոն գործով, քաղաքապետի տեղակալ, վարչապետեր, այսինքն զարմանալ, որ եթե ընդդիմադիր գործիչ է կալանավորվում կաշառքի շրջանակներում, իշխանությունը քաղաքական հետապնդում է անում, ես այդպես չեմ վերաբերվում։ Եթե մարդը իր կուսակիցներին, իր թիմի անդամներին կալանավորում է, ինչու պետք է ընդդիմության ներկայացուցիչ չկալանավորի։ Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, ես չեմ ուզում հիմա անպագորգոր հայտարարություններ անել, սակայն եթե իսկապես սա իրականություն է եւ ապացուցվի, ինչ ասեմ, հումորով կասեմ, դե կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն է եւ մենք բոլորս լավ գիտենք Հայաստանի Հանրապետությունում սովետական ժամանակաշրջանում կաշառքը, այսպես եւ կաշառակերության դեմ պայքարն է եղել եւ կաշառքը դա նորմալ երևույթ է եղել։ Պարոն Թարվերդյան, խոսակցություններ են գնում նաեւ իմիջիալոց ներողություն, ուղղակի կալանքի մեթոդը Կայլեր երկու հոգով, ազգային անվտանգության երկու աշխատակից։ Ասեք իմաստը որն էր այդ շենքում այդ ամբողջ, այսպես ասած կինոն ձեռնարկելու, եթե կարող էին օրինակ զուգահեռներ տանել։ Արդյոք դա ինչ-որ նպատակ ունի։ Մենք տեսել ենք հենց Ռուսաստանի Դաշնությունում, Գոսդումայում կամ ֆեդերալ իրենց ուրեմն ժողովում ոնց են երկու պաշտոնատար ազգային անվտանգության պաշտոնատար անձին կալանավորել սենատորներ կամ պատգամավորներ։ Այսինքն կարելի էր
փորձնական երկու ազգային անվտանգության աշխատակից մուտք գործեին, եթե ընդդիմանային, ապա կարելի էր անել ամենախիստ մոտեցումներով։ Այսինքն միանգամից նման բաներ անել արդյոք դա խոսում է ժողովրդավարության մասին։ Եթե լինեի երկրի ղեկավարը եւ այդպես անեին, միգուցե առնվազն նկատողություն ստանար այն ծառայության ղեկավարը, որը կալանավորում է կամ բերման է ենթարկում որևէ պետական լրջագույն կառույցի ներկայացուցիչի մանավանդ ընդդիմադիր։ Ինչու՞, որովհետեւ ընդդիմությունը պետք է ասեր, որ սա այսպես, այնպես քաղաքական երանգներ տար։ Հիմա նորից եմ կրկնում, մենք ունենք տարբեր օրինակներ, երբ որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք 5-10 խմբեր կալանավորվել են պետական կառավարման տարբեր օղակներից, ընդ որում, երբ որ այդ օղակը կառավարել է, ղեկավարել է նրա թիմակիցը։ Ինչու պետք է նա չկալանավորի ընդդիմադիր տեխնաց, ուրեմն քաղաքական ուժի կողմից առաջադրված եւ կառավարող անձին, եթե կա կասկած, եթե կա մանավանդ հիմնավոր ուրեմն դեպք։ Մի հարցեր տամ Գյումրիով ու Գյումրին ոնց որ ասում անցնենք արդեն այլ հարցերի, ինչ է կանխատեսում, ինչ իրավիճակ կլինի Գյումրիում, նոր ընտրություններ կլինեն, իշխանությունը ի վերջո կվերականգնի իր կորցրած բալանսը, թե ընդդիմությունը կմիավորվի այլ տեխնացուի շուրջ եւ այլ բան, թե այսպես կմնա մինչեւ անհայտ, մինչեւ օրինակ խորհրդարանական ընտրությունները, ո՞նց է կարծում։ Եթե խելացի լինի իշխանությունը, կգնա այդ որ բոլորը ասում են Գյումրու մոդելը, չփլուզվեց այդ Գյումրու մոդելը, էլ չկա։ Դա, ինչ Գյումրու մոդել։ Գիտեք, այս դեպքը ցույց տվեց, որ Գյումրու մոդել գոյություն չունի։ Այո, համաձայն։ Գոյություն ունի բազմակուսակցական քաղաքական մոդել, որի ես դեռ ընտրություններից հետո ուրեմն արձագանքել եմ եւ խելացի կլինի իշխանությունը, եթե այս անգամ առաջնորդվի հետեւյալ մոդելով, որ իսկապես ընտրում ենք ավականուց քաղաքապետ, բոլորս միասին ենք ընտրում եւ ներկայացի ոչ թե մեկ կանխորոշված ընդդիմության թևը իրար հետ պայմանավորվի թե ում են ընտրում, այլ հենց ավականին ընտրի քաղաքապետ եւ ընդ որում իշխանությունը կարող է տեխնացու չառաջադրել։ Հասկանում եք, իշխանությունը միշտ վերահսկում է եւ տարբեր քաղաքներում, տարբեր համայնքի ղեկավարներ խիստ պատժվում են կամ քրեական գործերի հարցում, եթե արկա է հիմնավոր կասկածներ կամ ուրեմն հանցագործության փաստը։ Միգուցե հենց Գյումրիից համերաշխությունը սկսի։ Շատ անձինք կանխատեսվում է, որ հեսա պայքարը սկսելու, տապալումն է սկսելու Գյումրուց, եւ առաջարկում եմ նաեւ իշխանություններին կոնսուլտացիաների միջոցով ստանալ համայնքի գրագետ խելացի կառավարում։ Իսկ ինչ վերաբերում է հավատում եք դուք իսկ ինչ վերաբերում է հավատում եք նման համերաշխ կոնսուլտացիաների երբ որ parlamentum իրացնում ես քաղաքական գործիչ ո՞նց եք պատկերացնում ես քաղաքական գործիչ եմ եւ չեմ ուղղորդվում որևէ թևի առաջնորդի ցանկություններով որ պետք է այսպես լինի եւ ես քաղաքական դաշտ մուտք եմ գործել լավ Հայաստան իմ երեխաների համար իմ ազգի համար ստեղծելու գործընթացին մասնակցելու համար հասկանում եք տարբեր անձինք իրենց ցանկությունները ցանկանում են ներկայացնել իրականություն, հեսա վաղը լինելու է մի ամիս հետո լինելու է, բայց դա չի լինելու իրականում։ Բայց համերաշխ Հայաստան հնարավոր է։ Հիմա ապագան եկել է արդեն թե դեռ պետքա սպասել։ Ես չգիտեմ ճիշտն ասած այդ ապագա ասածը մարդիկ ինչ նկատում են։ Ապագան կգա, լավ կլինի։ Վաղվա օրը ապագա է։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն էլ ասում է ապագա կա, ապագան եկել է արդեն։ Հիմա դուք ո՞նց եք կարծում։ Մենք ավելի լավ ապագայի պետք է ցկտենք, թե հետեւյալ կերպ։ Էս է մեր ապագան։ Չէ, ավելի լավ ապագա ունենալու ենք։ Եվ դուք պատրաստ եք ձեր ներդրումը ունենալ այդ ապագայի։ Միանշանակ դրանում ներդրում ունենալու են միայն եւ միայն քաղաքական գործիչները։ Այս կամ այն թիմից էական չէ, բայց նրանց կողմից իսկապես քաղաքական առողջ մտքերն են, որ բերելու են լավ ապագային։ Ոչ թե անձանց հետ կապված, որ սա պետք է հեռանա, լավ հեռացան հետո։ Դու գնա դու արի հետո։ Ինչից նույն մարդիկ, ովքեր ուզում են հեռանան, եղել են իշխանության։ Այնպես չի, որ մարդիկ շատ ուրախ են եւ նրանց նկատմամբ թողներն նրանք ինձ ատելությունն էր, որ անպատրաստ, անփորձ մարդիկ եկան իշխանության։
Հիմա նրանք ասում են, չէ, դուք գնացեք, մենք պետք է գանք, մենք լավ ենք կառավարել։ Մարդիկ ովքեր ասում էին աղքատ Հայաստանում ենք, հա, երկրորդ նախագահան հայտարարել է, որ մեր երկիրը աղքատար ռեսուրս չունի։ Բայց ես տնտեսություն հասկացող մարդ ասում մեր երկիրը ահա որ հարուստ է եւ մեր երկրի ընդերքը գրագետ կառավարելու դեպքում նավթային երկրից լավ պայմաններում կարող է ապրել մեր ազգը, մեր ժողովուրդը եւ սոցիալական բոլոր հարցերը կարելի է լավագույնս լուծումներ տալ։ Երկրորդ նախագահի օրոք ներողություն։ Մենք հիշում ենք մի թեզ բերես Նիկոլ Փաշինյանը, Մերժիկ Սերժին։ Այսինքն ժողովուրդը այդ թվում, այդ վարչական ռեսուրս ասածը պետական օղակներում աշխատող անձինք, չգիտեմ ինչու էին նրանք ատելությամբ լցված, միգուցե 10-20 ընտանիք էր օգտվում ամեն ինչից, միգուցե ես չգիտեմ, ամենայն դեպս փաստը արդյունք տվեց։ Հիմա այսօր մենք ունենք վատ կառավարում։ Մի շարք ձախողումներ, անփորձություն։ Գիտեք, սակայն կառավարման մոդելը կրկնում է նախկինին, հա, տեսնենք ինչ կասի պատին կախված նկարը ներկայացնող անձը։ Այսինքն ինքնուրույն որոշումներ, շատ պետական կառավարման գործադիր իշխանության մարմինների ղեկավարներ խուսափում են կայացնել։ Բայց երկրի ղեկավարը սահմանադրությամբ, հա, վարչապետն է եւ անժամանակ էլ նախագահն էր, բնական չէ, որ պատին կախված նկարի պատկերը, գիտեք ոնց, այսինքն այդ մարդը պետք է ինքը որոշի։ Ես երազում եմ, որ Հայաստանում լինի բազմակուսակցական քաղաքական մոդել, ինչպիսին է Գյումրիում, ինչպիսին է Երևանում, այսինքն մեկ քաղաքական ուժից կախված չլինի։ Դուք կողմնակից եք կոալիցիաների։ Ես կողմնակից եմ խելացի եւ զսպող մեխանիզմներով կառավարման մոդելի։ Ամբիցիաները այդ դեպքում ինչ են։ Ամբիցիան կանում է նրանով, որ լավ պետություն ունենաս, ոչ թե դու ղեկավարես։ Գիտեք, կառավարումը մոդելը խումբ է աշխատում եւ խմբի աշխատանքի արդյունքն է կարևոր, որ դրական լինի եւ գոհացնի ժողովրդին։ Ձեզ ասեմ ավելին, առողջ քննադատությունը ցանկացած խելացի ուրեմն իշխանության համար դա փրկություն է, որովհետեւ շատ բաներ իրականացնելուց դու չես նկատում թերությունները։ Բայց երբ որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ընդգծված ներկայացնում են այդ թերությունները եւ հիմնավոր դու օգտվում ես դրանից եւ ուղղում։ Ժողովուրդը ինչ է ուզում, արդյունք։ Իսկ այսօր ժողովուրդը քաղաքականապես չի մտածում։ Այսօր ժողովուրդը կատեգորիկ մտածում է 1, 2, 3 սկզբունքային հարցերով։ Գրպանի պարունակությունով, փորի կշտությամբ եւ աշխատանքի իրավունքով։ Այսինքն որ նա աշխատա արդարությունը։ Ինչ արդարություն, ո՞րն է արդարությունը։ Ես չգիտեմ, ասում եմ։ Արդարությունը դա մի հասկացություն է, որը գործում է այս կամ այն համակարգում։ Հետևապես կարևորը ոչ թե արդարություն տերմինն է, այլ այն համակարգը, որում մենք քննարկում ենք սուտը, ճիշտը, արդարությունը։ Մարդիկ երբ որ կուշտ են, երբ որ նրանց երեխաները հագնված, երբ որ նրանց սառնարանը լիքն է, դա է նրա արդարությունը։ Նա իմիջայլոց Աստծուց է գող, ոչ թե կառավարողներից։ Գիտեք, արդարությունը ամեն մեկը յուրովի է ընկալում։ Ինտելիգենցիայի ներկայացուցիչների համար արդարությունը դա այլ բան է։ Նրանք կարող են չսնվել առավոտից երեկո եւ անգամ դա բացատրել նրանով, որ դիետա եւ այլը, բայց նրանց համար հոգեղեն սնունդը կարեւոր է։ Հասարակ բանվորի համար որ առավոտյան ժամը 8-ից գնում է աշխատանքի, երեկոյան ժամը 6-ին կամ 7-ին տուն է գալիս, կարևորը նա է, որ իր երեխան կուշտ լինի, պաշտպանված լինի, կրթված լինի եւ հակուկապը տեղը լինի։ Սա է նրա արդարությունը։ Եվ կոալիցիաների եւ արդար կառավարման մասին ձեր ասած հասկանում եք, այստեղ արդար կառավարումը տեսեք, այստեղ Ռիչարդ Արյուծասիրտի բառերը կարելի է օրինակ բերել, հա, Ռիչարդ Արյուծասիրտը հարգելի մեզ դիտող քաղաքացիներ ասում էր
առաջինը հավասարների մեջ եւ հավասարը առաջինների մեջ, այսինքն պարոն Թարվերդյանի առաջարկած մոդելները իրոք երևի թե նմանվում են այդ մոդելին, այսինքն ամբիցիաները մի կողմ է դրվում, բոլորը առաջինն են, բայց բոլորը նաեւ հավասար են եւ այդ կոնսոլիդացված, ուժը կամ կոնսոլիդացված թիմը ստանձնում է պատասխանատվություն իրականացնելու երկրի բարեփոխումները։ Տեսեք, ամենամեծ քաղաքական ինչ այսօր մենք ունենք, ընդգծված կառավարման ուրեմն խնդիրը որն է։ Վարչապետը հայտարարում է, կարող է ես մի բան ասեմ ու ինչ որ մեկը ինձ դեմ լինի, կոալիցիան կառավարության դեպքում նա չի կարող այդ հայտարարությունը անել։ Որովհետև ինչ որ մեկը ինչ որ հարցի շուրջ կարող է դեմ լինել։ Բայց սակայն մեր ժողովուրդը օրինակ երբ որ հարցնում ես, օրինակ շատ մարդիկ ասում են, այ մեզ Ստալինա պետք, ուժեղ ձեռքա պետք եւ այլն, շատը մեր ժողովրդի գերադասում ունենալ լիբերալ ժողովրդավարական, փոխզսպող կոալիցիաներով կառավարում, թե իրոք մեր ժողովուրդը ունի այդ, ոնց ասեմ, ֆոբիա ասեմ, թե ինչ որ բան ունի իր մեջ, որ մինչև հիմա հələ Ստալինի անունն է տալի։ Ոնց է կարծում։ Դա մեծ մասն է, թե դա ինչ որ փոքր մաս է։ Եկեք բերենք ամենալիբերալ, ամենադեմոկրատ պետությունների օրինակ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դուք համարում եք դեմոկրատական երկիր։ Այո։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կարող է զորք ուղարկել որևէ նահանգ այնտեղ ճնշելու համար ինչ որ մի երևույթ։ Առաջին հայացքից դա արդար որոշում է, այսպես ասած ճակերտներում, երկրորդ առումով դա խիստ կառավարման մոդել է եւ ձեզ ասեմ ավելին։ Պատկերացնենք իրավիճակ մոդել, ասենք թե Երևանի կառավարման մոդելը լիներ այսօրվա կառավարման մոդելում եւ լիներ Գյումրու դեպքը։ Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ողջունելու էր իշխանության իրականացրած խիստ գործողությունները, որը ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին։ Սակայն, եթե մեկ այլ հարցում լիներ իշխանության կողմից չոր ընդգծված գործողություն, նա սանձելու էր, ասելու էր ես պատասխանատվություն եմ կրում եւ դեմ եմ այս կամ այն գործողությանը։ Օրինակ, միութենական պետություն մուտք գործելը, վերցնենք կոնկրետ օրինակ բերեմ, քանի որ Արամ Սարգսյանը ռուսաֆոբ քաղաքական ուժ է, նա միշտ Ռուսաստանի Դաշնությանը, որը իմիջիալոց կերակրում է Հայաստանին, դեմ է գնում, նա դեմ էր գնալու դրան։ Մեկ այլ քաղաքական ուժ, օրինակ, եթե մենք լինեինք կառավարման մեջ, իհարկե մենք նույնպես միութենական պետության ձևավորմանը դեմ էինք լինելու։ Դե միութենական ֆեդերացիաներ կարող են լինել։ Միութենական պետությունը դա անկախության կորուստ է։ Անկախության կորուստը պետք է անգամ ուրեմն դա քրեականացնել։ Միանշանակ։ Բայց քրեականացնել ընդ որում քաղաքական ուժերի ներկայացուցիչների համար։ Գիտեք, միամիտ մարդը ձևակերպումների, քաղաքական ձևակերպումների մեջ կարող է փորձ չունենա եւ միամիտ մի բան ասի, ինչ տանես այդ մարդուն դատես։ Այսինքն այդ քրեականացումը նույնպես պետք է տարանջատել շերտերին, այսինքն առաջնորդվել մարդը գիտակցում է իր խոսքի, իր արտահայտության խոսքի համար նորից ասֆալտին չփռեն, էլի։ Ասֆալտին փռելը իմիջիալոց ձեզ ասեմ, եւ կալանքը որպես խափանման մեթոդ, դա նույնպես պետք է վերանայվի քրեական օրենսդրության մեջ փոփոխություններ են անհրաժեշտ։ Մենք տեսնում ենք դեպքեր, երբ որ մարդասպանության համար 1 կամ 2 ամիս տնային կալանքի է փոխվում մեթոդը, մեկ այլ դեպքում մի խոսքի համար կարան ամիսներով երկարաձգեն։ Այսինքն այստեղ դա իրավական համակարգում լրջագույն փոփոխությունների կարիք ունենք։ Այսինքն դատավորը որպես վճիռ կայացնող եւ հանրապետությունում հանդիսած երկրում անցածող, այսպես ասած, այն անձը, որ արդարությունն է որոշում, պետք է նրա մեխանիզմները եւ նրա որոշման սուբյեկտիվության սահմանը քչացնել։ Պարոն Թարվերդյան, ես հիմա կասեմ, երկրորդին էլ, երրորդին էլ միան, առաջինին էլ, գիտեք, այստեղ մենք ասում ենք տարբեր մոտեցումներ են, չէ՞, կիրառվում տարբեր դեպքերում, դատական համակարգը լսում է իշխանության, դատական համակարգը ասիական պետություն ենք, միշտ լսելու է իշխանությանը։ Վաղը ես կամ դուք էլ լինենք իշխանության վերևում եւ մի արտահայտություն քաղաքական անենք, ամբողջ իրավապահ համակարգը հարմարվելու է դրան։ Մենք մեղք չունենք, ինչքան էլ ձգտենք եվրոպականացման, մենք Ազիա ենք։
մենք լինելու ենք ասիական սկզբունքներով պետություն։ Պարոն Թարոզյան, երկրորդ նախագահի հետ կապված ինչ հարց էր, որ հենց երկրորդի հետ կապված եմ ուզում տամ, նայեք, իշխանությունը 21 թվականին վերարտադրվեց այդքան մեծ շարժումներից, հա, բողոքի եւ դժգոհության ալիքից հետո։ Երկրորդ նախագահ հրապարակներում խոստանում էր, որ իրենք ավելի ուժեղ Հայաստան են ստեղծելու, հաղթելու են, կրելու են եւ այլ եւ իրենք իհարկե չհաղթեցին, ձևավորեցին ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիան, որը արդեն պատմության, հա, գիրքն է անցնում որպես ազգային ժողովի ավարտ, այս ուրեմն գումարման ո՞նց է գնահատում ընդդիմության գործունեության 5 տարին, բայց մասնավորապես երկրորդ նախագահի, քանի որ իրենք են ամենաշատ ձայնը տարած ֆրակցիան եւ իրենց վրա է պատասխանատվությունը եւ այն հայտարարությունները, որ արվում էր, որ մենք գնում ենք Նիկոլ Փաշինյանին օր ու արև չտալու, մենք գնում ենք իշխանությունը հեռացնելու համար, մենք չենք գնում ուղղակի մանդատները վերցնելու, ընթացքում տեսանք, որ նման բան չեղավ եւ վերջի րոպեներին իրենք նույնիսկ իմպիչմենտի գործընթացին վերջում, հա, 4 ամիս ինչ որ անիմաստ հայտարարություններ անուց հետո ամեն դեպքում իրենք միացան վերջի խորհրդարական լսումների ժամանակ, բայց որ սենց հիմա գլոբալ նայենք եւ ընդհանրացնենք, ինչ եք կարծում, երկրորդ նախագահը այլևս շանս ունի կրկին վստահության քվե ուզելու այն դեպքում, երբ որ իրենք 5 տարի զբաղվեցին ոչնչով, այսինքն իրենց խոստումները չկատարեցին, ինչպես իշխանությունը իրենց խոստումը չկատարեց, այնպես էլ հիմնական ընդդիմադիր ուժը իր խոստումները չկատարեց եւ որը արև տվեց եւ իրանք մնացին իշխանության եւ նույնիսկ իմպիչմենտի գործընթացը, որը 5 տարիների ընթացքում կարող էին 5 անգամ անել կամ 12 անգամ 10 անգամ։ Դե ոչ մի անգամ չէին կարող անել։ Դրա համար բավարար քաղաքական հիմքեր չկար։ Օրինակ եմ ասում, կարող էին անել, չեն չարեցին։ Եվ վերջում դերեցին դա ուղղակի քաղաքական իմ կարծիքը։ Նախ ես երկու ուրեմն ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին էլ թողներող լինեն թե երկրորդ նախագահը, թե երրորդ նախագահը, որտեղ նրանք են դե ֆակտո կառավարում այս երկու ուրեմն ուժերը, որոնք ազգային ժողովում են, նրանք բավարար չեն իրականացնել իրենց քաղաքական գործունեությունը եւ ասեմ ավելին, օր ու արև չտալու համար ամենափոքր ֆրակցիան բավարար է։ Ինչու՞։ Որովհետև անձինք ովքեր ներկայանում են ազգային ժողովում, ասենք թե անցողիկ շեմը 4%-ն է, հա։ Քաղաքական միավորը, որը ներկայանում է ազգային ժողովում, այդ 4 հոգին այսբերգի վերին մասն է, որը երևում է, որը ներկայացնում է ամբողջ թիմի աշխատանքի արդյունքը։ Նաև ընտրողների։ Ընտրողները ոչ։ Ընտրողները ընտրում են նրանց տալիս են վստահությունը, սակայն հետագայում 5 տարի ազգային ժողովում աշխատում է քաղաքական ուժը։ Մենք միշտ ուրեմն խոսել ենք տարբեր ժամանակներ, որ այս անձային անձը գնում է ազգային ժողով եւ նա ելույթ չի ունենում ընդհանրապես, նման անձինք ընդհանրապես պետք է ազգային ժողովում չլինեն։ Ես ասեմ ավելին, քանի որ այսօր միանձնյա ցանկացած օրենսդրական ուրեմն փաստաթուղթ կարող է իշխանությունը անցկացնել, ես նրանց առաջարկում եմ շատ խստացնել ցուցակում ընդգրկվող անձանց, ամենայն դեպս առաջին 30 անձանց չափանիշները, չափորոշիչները։ Ինչու, որտեղ մարդը գալիս է աշխատելու, ոչ թե ասելու հեռացիր։ 5 տարի նույն երգը երգել բոլորը հեռացի մասին, եկալ է երգել ու այդ երգը դնել լսել։ Աշխատանք արդյունք են ասում են զարթնիչ լավ։ Հա զարթնի, բայց պետքա կարողանա զարթնացնել, հասկանում ես, երբ որ դա կոմոդ չի ստացվում, ուրիշ երգ պետքա երգես։ Իմպիչմենտը որպես էլեմենտ դուք մի անգամ մի հաղորդման ժամանակ, հենց այդ ելույթի ժամանակ ձեր հայտարարեցիք, որ տարբեր պետություններում կիրառվել է եւ արդյունք է ունեցել։ Գիտեք, ըստ իս այդ էլեմենտը կարող է կիրառվել բազմա կուսակցական կառավարման եւ կոալիցիաների ժամանակ։ Մասնավորապես Եվրոպայում մի շարք պետություններում մենք տեսնում ենք դեպքեր, հենց այսօր, հա, Մակրոնի կառավարման ժամանակ նա չունի բացարձակ մետամասնություն եւ նրա կոալիցիոն գործընկերոջից է կախված։ Նրա նկատմամբ իմպիչմենտ հայտարարվի թե ոչ։ Հասկանում եք, քաղաքականության մեջ կան ընդհանուր շահեր, չկան հավերժ ընկերներ։
Բազմիցս հայտարարել եմ, այսօր Հայաստան դաշինքը հայտարարում է, որ ինքը երբեք Նիկոլ Փաշինյանի հետ չի աշխատելու, երբ որ հիմնական մասը քաղաքական ուժը եւ քաղաքական գործիչները, որոնք ներկայացված են այդ դաշինքում, բավական երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիոն կառավարությունում են եղել։ Եվ մի քաղաքական ուժ դաշնակցությունը, որը այս վերջին տարիներին 33, նոր Հայաստանի, երրորդ Հայաստանի կառավարման օրոք, բազմիցս նույն քաղաքական ուժին համարել են ընդդիմություն, եղել են նրանց ընդդիմությունը, հայտարարել են, որ նրանք պետք է հեռանան, մեկ էլ նախարարական երկու պորտֆել ավելացրել, նրանք մտել են կոալիցիայի մեջ։ Դա քաղաքական գործունեության, դա է քաղաքական գործունեության, գիտեք, մեթոդներն են բաղադրում։ Ես ձեզ ասեմ, հենց Գյումրու ընտրությունների արդյունքները, երբ որ ամփոփվում էր, լրագրողներից մեկ ինձ հարց տվեց, իսկ դուք երբևիցե ինչ-որ մեկի հետ կհամագործակցեք, ես պատասխանել եմ, դա քաղաքագիտություն, առարկայի ներածություն բաժնում գրված է, կարդացեք։ Եվ եթե քաղաքական գործիչը հայտնում է, որ ինքը այս կամ այն քաղաքական, հիմա օրինակ բերեմ, դիցուկ ընտրությունների արդյունքում մենք գնում ենք իրար հետ ընտրության, պատկերացրավ Ահանջան։ Գնանք ինչ է։ Ունենում ենք 7%, 4%, 5%, օրինակի համար։ Եվ իշխանությունը չի ունենում բացարձակ մեծամասնություն։ Եվ նա չցանկանալով, որ նախկին կոռումպացված համակարգը ստեղծած ուժերը կառավարեն պետությունը, առաջարկում է ասում եկեք որպես նոր ուժ մենք ձեզ պաշտպանենք, այո մենք իշխանությունը կորցրել ենք, բայց նոր թարմ ուժ գա կառավարի պետությունը։ Կհամաձայնվես համագործակցել նրանց հետ, թե ոչ։ Ես էլ որ հարցեր տվողը ես եմ, պարոն Թավերձյան։ Այսինքն այստեղ կհամաձայնվեք։ Իհարկե կհամաձայնվենք։ Կգնաք կոալիցիա։ Այստեղ հարցը կոալիցիան չէ։ Հարցը կառավարման մոդելն է եւ ինչքան դու ազգային ժողովում ունենում ես թույլ հենարան, այնքան օբյեկտիվ ես կառավարում, այնքան օրենքի սահմաններում ես կառավարում։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ցավոք մեր ժամանակը մոտենում է ավարտին, մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություն ձեր ձեռնարկների մեջ, ձեր քաղաքական գործունեության մեջ, հարգելի մեզ դիտող հայրենակիցներ, մեր այսօրվա հյուրն էր Միացյալ Հայաստան կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը, իսկ ովքեր բաժանորդագրված չեն Եվրոմեդիա 24 ալիքին, առաջարկում եմ անպայման բաժանորդագրվել, հետևել կարևորագույն իրադարձություններին մեր ալիքում, իսկ մենք կհանդիպենք